Տարեսկզբից Հայաստանում ակտիվացել է մարդկանց տեղեկատվության միջոցով մոլորեցնելու Doppelganger մեթոդը։ Հավատացեք, այս մեթոդի միայն անունը չէ, որ վախենալու է։ Doppelganger-ը գերմաներեն բառ է, նշանակում է կրկնօրինակ։ Մեթոդի տրամաբանությունն այն է, որ ստեղծվում է կեղծիքներ տարածող կայք, որի անունը կամ դոմեյնը շատ նման է հայտնի հեղինակավոր լրատվամիջոցի անվանը, օրինակ CNN-ին կամ France 24-ին, եւ առաջին հայացքից դրանք շատ դժվար է տարբերել։ Օրինակ, ամիսներ առաջ London Times հնչեղ անունով կայքը գրել էր, թե եվրոպական դեղագործական ընկերությունները Նիկոլ Փաշինյանի հավանությամբ սկսել են Հայաստանում հոգեմետ եւ վտանգավոր այլ նյութեր փորձարկել։ Այդ նյութերը իբրև պետք է հետագայում եվրոպացի զինվորներին գերմարդկանց վերածեին։ Չկար այս պնդումը հաստատող որևէ փաստ։ Լուրը հերքեցին Հայաստանի վարչապետի աշխատակազմից, իսկ առողջապահության նախարարն էլ ասաց, որ տվյալ դեղը Հայաստանում գրանցված չէ։ Doppelganger-ը տեղեկատվական ազդեցության ծրագիր է, որը ղեկավարում է Ռուսաստանի եւ նրա քարոզչական ծառայությունների կողմից։ Այն գործում է արդեն մի քանի տարի եւ իր բնույթով տարբերվում է սովորական կեղծ լուրերից։ Doppelganger-ի հիմնական մեխանիզմը հետևյալն է. ստեղծվում են հանրահայտ լրատվական կայքերի կեղծ կրկնօրինակներ, որոնք արտաքինից գրեթե չեն տարբերվում իրական կայքերից։ Այս կեղծ էջերում տեղադրվում է ապատեղեկատվություն, նպատակ ունենալով մոլորեցնելու ընթերցողին եւ տարածելու ռուսական քարոզչական գաղափարները։ Քանի որ այս կայքերը առաջին հայացքից գրեթե նույնն են, օգտատերերը հազվադեպ են ստուգում դրանց իսկությունը։ Փաստորեն, տարբերությունը միայն կայքի հասցեն է, որը սովորաբար մի փոքր տարբերվում է իրականից։ Իսկ մեր արագընթաց առօրյայի պայմաններում մարդիկ պարզապես ժամանակ չեն ունենում դա նկատելու։ Doppelganger-ը հայտնաբերվեց 2022-ին Եվրոպական միության հետազոտական կենտրոնների կողմից եւ այդ ժամանակ կլոնավորված կայքերի միջոցով տարածվում էր ապատեղեկատվություն Ուկրաինայի դեմ, թե ինչքան վատ է Եվրոպական միությունը, վարկաբեկվում էին Եվրոպական միության արևմտյան առաջնորդները եւ նրանց վարած քաղաքականությունը։ Բացի Եվրոպական միության անդամ երկրներից, դա սկսեց իր աշխարհագրությունը ընդլայնելով հասավ արևելյան գործընկերության անդամ պետություններին, դրանց մեջ նաև Հայաստանն էր։ Եվրոպացիների 73%-ը բախվել է ապատեղեկատվության հետ։ Նմանօրինակ տեղեկատվությունն օգտագործվում է մանիպուլացնելու եւ մոլորեցնելու նպատակով։ Եվրամիության մակարդակով մենք մշակել ենք համակարգեր նման միջամտությունները կանխելու, հայտնաբերելու, զսպելու եւ արագ արձագանքելու համար։ Այս մոտեցումը հիմնված է 4 հիմնաքարերի վրա։ Նախ մենք բացահայտում եւ հերքում ենք կեղծ տեղեկությունները Եվրոպական միությունն ընդդեմ ապատեղեկատվության հարթակի միջոցով, որը փաստագրել է մոտ 20,000 դեպք, երբ կլոնավորված կայքերը տարածել են կեղծ լուրեր։ Այնուհետև մենք ձևավորում ենք դիմադրողականություն։ Մենք համակարգում ենք մեր գործունեությունը ԵՄ-ի շրջանակներում քաղաքացիական հասարակության հետ։ Խթանում ենք մեդիագրագիտությունը եւ տրամադրում ենք իրավական աջակցություն լրագրողներին։ Իրավական մակարդակում ներդնում ենք կարգավորումներ, որոնք միտված են կանխելու եւ սահմանափակելու այն հարթակների գործունեությունը, որոնք տարածում են մանիպուլյատիվ կամ ապատեղեկատվական բովանդակություն։ Doppelganger-ը գործում է գրեթե 4 տարի անընդմեջ։ Այդ ընթացքում նրանք շարունակաբար բովանդակություն են տարածում իրենց կայքերով։ Այդ կայքերը երբեմն անհետանում են, ապա նորից հայտնվում։ Վերլուծաբանները պարբերաբար հայտնաբերում են կրկնօրինակ նոր կայքեր, WhatsApp-ի եւ Telegram-ի խմբերում տարածվող հղումների միջոցով։ Մենք որպես փաստեր ստուգող հարթակ FIPM-ը վերջին շրջանում ակտիվորեն ուսումնասիրում է այդ կլոնավորված կայքերի միջոցով ստեղծվող լուրերը, տեղեկությունները եւ մենք մեր ընթերցողներին ցույց ենք տալիս, թե ինչպես է սուտը տարածվում, ինչպես է ստեղծվում այդ տեղեկությունը։ Դրանցից շատ հայտնին վերջերս ֆրանսիական միջուկային թափոնների մասին նյութներ, երբ գրվել էր, որ Հայաստանի կառավարությունը Ֆրանսիայից ինչ-որ ընկերության միջոցով միջուկային թափոններ է բերում Հայաստան եւ այստեղ դիլիջանում փորձում են, այսպես ասած, պահեստավորել, հետագա, չգիտեմ, գործողությունների համար, եւ այդ տեղեկությունը շատ արագ եւ ակտիվ տարածվեց նախ ադրբեջանական լրատվամիջոցներում եւ նրանք ներկայացնում էին այն կոնտեքստում, որ տարածաշրջանային էկոլոգիական, անվտանգային խնդիր է առաջանում փաստորեն այսպիսով
Եվ մեր լրատվամիջոցներից շատերը ընկան այդ թակարդը եւ բավական հայտնի լրատվամիջոցներից մեկը տարածել էր տեղեկությունը եւ այնուհետև որոշ ժամանակ անց հեռացրել ներողություն խնդրելով ընթերցողներից։ Հայաստանի հետ համագործակցում ենք եւ աջակցում ենք իշխանություններին Եվրոպական միությունն ընդդեմ ապատեղեկատվության նախաձեռնության շրջանակում, որը փաստագրում է ավելի քան 20,000 ռուսական ապատեղեկատվական դեպք։ Այս տվյալները հրապարակվում են 13 լեզվով, այդ թվում հայերեն։ Բացի այդ, Եվրամիությունն աջակցում է անկախ լրագրողներին Եմեն հանուն անկախ մեդիայի ծրագրի միջոցով։ Տրամադրում ենք նաև հայերեն մեդիագրագիտության գործիքներ, առանձին ուսուցիչների եւ մանկավարժների ուղեցույցներ, որոնք նպատակ ունեն օգնել ապատեղեկատվության բացահայտման եւ կանխման գործում։ Պետք է հաշվի առնել, որ տեղեկատվական նման մանիպուլյացիաները առավել ակտիվանում են ընտրություններից առաջ, իսկ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն արդեն հաջորդ տարի են։